կա շունկերը արդյունքները։ Քարդաշավը ինչպես են թվում, որքանով քաղաքակիրթ։ Թաղամասերով, բնակելի շենքերի, բանկերով, անհատներով, տարբեր, ով ոնց ցանկություն ունի բնակիչը, մենք բոլոր պայմաններին համաձայն ենք։ Եվ թաղային հանդիպումների կներում եւ բակային եւ տոնարտոն մեզ մոտ խառը բնակչի ցանկություն։ Ինչպես է գնահատում դեռևս գործող քաղաքապետի անցած տարիների կատարած աշխատանքը։ Ոչ մեկի չեմ ուզում գնահատական տամ աշխատանքի մարդկանց։ Ժողովուրդն է գնահատական տվող է։ Ժողովուրդն է եւ գնահատականը տվել է։ Ինչով է տվել։ Արդեն դուք պետք է իմանաք ինչով է տվել։ Լավ, Աշտարակում մասնավորապես ինչ խնդիրներ կա, որոնց լուծելու համար եք ուզում։ Խնդիրները շատ են, ասֆալտապատման խնդիրներն են առաջնահերթ, բարեկարգման խնդիրներն են, բակային շենքերի, ծախապի այգու խնդիրն է, զբոսայգու խնդիրն է, 24 ժամյա ջրի մատակարարման խնդիրն է, լուսավորության խնդիրն է, որ թաղամասերում կան, բայց թաղամասերում չկան, սոցիալական վիճակը, մշակութային վիճակը, բոլորը խնդիրներ են, դրանք բոլորը ես իմ ծրագրերում ունեմ փոխադրված։ Լավ, դրա համար Աշտարակ քաղաքապետարանի բյուջեն հավաքագրվող բյուջեն ուրեմն քաղաքի հողահարկե դոտացիաները բավարար են։ Ես աշխատել եմ 99-ից մինչև 2005 թվականը քաղաքապետ որպես։ Այն ժամանակ բյուջեն 110 միլիոն էր։ Իսկ հիմա բյուջեն դառել է մոտ 590 միլիոն։ Տարբերությունը արդեն կերևա մեր աշխատանք։ Այն ժամանակ ես ինչ եմ արել, իմ ծրագրերում կա։ Վիդեո եմ գրում։ Հա? Վիդեո։ Հա, ոչինչ։ Դուք չեք զանանելու։ Հա, ծրագրերը կա, բոլոր են բուկլետներում առանց այդ գործերը եւ ասենք ապագա ծրագրերը։ Այդ խնդիրների մեջ չանդրադարձակ է հրապարակի ջրավազանի, որ այդպես էլ ջրավազան չի ծառայում, դուք ասֆալտի վրա է կառուցված, հա, կոզմից։ Դա ջրավազան չի։ Սայտախպուր է, բայց հիմիկվա ասեմ, կարող եմ ասել նախկին քաղաքապետը, նորից ձևափոխել է եւ իր ցանկությամբ արդեն սայտախպուրները հանել է, ինչ որ չգիտեմ ինչա դրել է։ Այդ մյուս տեխնացիներով փորձել եք հանդիպել, քննարկել քաղաքակիրթ քարոզարշավ վարելու։ Մենք քաղաքակիրթ ենք վարում, ոչ մեկին ոչ մի ավելի նոր խոսակցություններ չենք ասում, նրանք մեզ բոլորս աշտարակցիներ են եւ ամսի 15 բոլորս մենք նոր աշտարակցիներ ենք, հաղթող, պարտող ուղին մեր աշտարակցին ենք մնալու, ոչ մեկս ոչ մեկի հանդեպ թշնաման չենք մնալու։ Աշտարակը իբրև մարզկենտրոն ըստ ձեզ ունի է դերը իր սոցիալական եւ քաղաքաշինական տեսքով եւ բանով։ Այո։ Ոչ, այսօր մարզկենտրոն է համարում Աշտարակ, ամենաշատ բնակչություն է մարզում եւ ինքը իր այդ ամեն թե մշակութային, թե ասենք կրթական ամեն առաջնությունները դրանք գտնում են մարզկենտրոնում։ Դրանք երևացող եւ բարեկարգումը եւ բոլոր հարցերը։ Դրանք երևացող են, քաղաքում է երևում անչի, մարզկենտրոնն է Աշտարակում, բոլոր մարզկենտրոնից բնակչությունը Աշտարակում է իր հարցերը լուծում։ Լավ։ Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ իրանք ավելի շատ դիմում են քաղաքի բարեկարգման առաջընթացի խնդիրներով, թե անձնական, սոցիալ, տնտեսական։ Քաղաքի, մեծ մասը քաղաքի, սոցիալական, ասենք, իրենց հետաքրքրում է աղբահանությունը, ասֆալտապատումը փողոցները շատ լավ վիճակում են, վարկային այդ խաղահրապարակները, որ շատ քիչ են Աշտարակում, կարելի ասել չկա։ Անձնականով շատ քիչ են։ Շատ քիչ կան մարդիկ, որ դիմում են աշխատանքի տեղերի համար, կան, բայց դրանք քիչ են, նրանք առաջներ գտնում են քաղաքի մասին Ինչ է ձեր կոչը, ձեր խոսքը աշտարակցիներին։ Իմ կոչը, խոսքը նրանք բոլոր տեխնացիներին լավ գիտեն, բոլորին ծանոթ են, եւ իրանց խոսքը եւ ասենք
Ընտրությունը թող տան լավագույն իրենց ցանկացողին, ով իրենց ցանկանում են այդ բանը։ Ձեր կարգախոսները շարունակելու են կիսատ թողածես, ինչ եք կարծում հասարակությունը ինչպես է գնահատում ձեր կառավարման տարիները եւ որն է կիսատ թողած գործը։ Ես հասարակությունն է ինձ այստեղ մեծ մասը, որ ես նորից կրկին առաջադրում եմ քաղաքապետի տեխնատու, դա ժողովրդի ցանկությունն է, կարելի է 50-60%-ից ավելի ցանկություններ եւ դա ասում եմ, որ իմ թիկունքին կանգնած է ժողովուրդը եւ ես դրա համար եմ առաջադրել։ Նրանք տեսել են իմ աշխատանքը, լավ գիտեք ինձնից 2005 թվականների վիճակը, հանրապետությունն իսկ փառքաստու հիմա 5 անգամ մեր քաղաքի բյուջեն ավել է քան դա ժամանակ։ Եվ իմ արած բոլոր այդ օգնությունները սոցիալական կամ մշակութային կամ բոլոր ինչ աշխատանքներ արել են, դա տելեվի ժողովուրդը գնահատում է եւ դրա համար ես իրենց ցանկությամբ եմ առաջադրում։ Պարոն Վարուժան, ես շնորհիվ ինչի է ավելացել Ասորակի քաղաքապետարանի բյուջեն եւ ինչի՞ չէ ավելանում են ժամանակ։ Որտեղ այն ժամանակ տարին տարվա վրին երկիրը զարգանում է, ավելի լավանում, հարկերը շատանում են։ Դա է առաջնայը։ Այն ժամանակ նոր հանրապետություն էր, քիչ պատերազմ էր, իսկ հիմա նորմալ վիճակում է գտնվում բոլորը դրան եւ բյուջեն 5 անգամ ավելացել։ Ձեր տեխնացությունը պաշտպանում է հանրապետական կուսակցությունը։ Իմ տեխնացությունը հայտարարություն չի արել։ Ես հանրապետական պայմանավորությունները կամ բոլոր հանրապետական կուսակցության ղեկավարների հետ, որ ես առաջադրում եմ, իրենք դեմ չեն գնացել դրան։ Եթե դեմ գնար կուսակցությունը, ես չէի դնում։ Բայց որոշումը կլինի իմ կարծիքով։ Հանրապետական կուսակցության պաշտպանությունը Ասորակի քաղաքապետի տեխնացուին առավելություն տալիս է։ Ինձ համար ես միանշանակ միայն ժողովրդի առաջնահերթությունն եմ ընդունում։ Իսկ այդ դաբր ասած խոսքը ճիշտ է, կուսակցությունը ինձ առաջադրում իր տեղերը ինձ է տվել հանրապետական կուսակցության, սատարում է ասենք հանրապետականները բոլորը, բայց ասենք այդ որոշումը չեմ անում։ Դա ասենք որոշումը կլինի չի դա միանշանակ է։ Հիմա ես էլի գտնում եմ հանրապետական կուսակցության շարքերում եւ պայքարել եմ հանրապետական կուսակցության համար։ Լավ, ընտրվելու դեպքում ո՞ր կլինի ձեր առաջին քայլը։ Իմ առաջին քայլը աշտարակի ասֆալտապատման աշխատանքները, լուսավորության հարցը, աղբանության, բոլորն էլ կարևոր են, բոլորն էլ միանշանակ միանգամից պետք է արվի, քիչ, բայց պետք է արվի, բոլորը։ Ոչ մի բան կիսատ չենք թողել այս անգամ։ Կարողանում ենք հասնել մեր բոլոր ծրագրերը ինչ որ կա, ինչ որ մենք խոստացել ենք կատարել։ Ինչով եք պայմանավորում Ասորակի քաղաքապետի այդ 8 տեխնացուների առաջադրումը։ 8 չեն, կարծեմ հիմա 4 են, իմ կարծիքով 5 են, դեր չեմ նայում, ամեն մարդ իր ցանկությունն ունի, ոչ մեկին չեմ կարող ասեմ, ինչի է դա խանգարում թե օգնում է։ Ինձ միանշանակ բոլորն էլ ոչ խանգարում են ոչ էլ օգնում, ամեն մեկը ունի իր ընտրարշավ, ունի իր ընտրազանգվածը, ես չեմ գտնում, որ իրանք ինձ կխանգարեն։ Մեր հարցերը այսքանն են, կա որևէ բան ինչի մասին ինքնիդ կցանկանայիք խոսել չհասցրեցիք։ Ցանկությունն անայ, որ աշտարակին իր ճիշտ ընտրությունը կատարի, որ կարողանա 4 տարիներին իմանա աշտարակում ինչ է կատարվել, ինչ է փոխվել, ինքը ոնց ընտրում է իր տեխնացուին, ուրեմն այդպես էլ թող լինի, ցանկանա իր լիազորությունները քաղաքապետը կատարի, փոխիչ։ Ինչը կարող է խանգարել աշտարակություն, երբ հանրապետական կուսակցությունը ձեզ է սատարում, որ սխալ ընտրություն կատարի։ Ոչ բան չի խանգարում, հանրապետական կուսակցությունը պաշտոնապես չի սատարում ինձ, ասեմ, միայն մասնավոր հանրապետական մարդիկ են, որ ինձ կողքին կանգնած են, դա ոչ մի խթան չի տալու, դες հանրապետականություն չէ։ Ժողովուրդը լավ գիտի ինձ այսօր, նա ճիշտ է կուսակցություն ընդունում է, բայց առաջնահերթ ընդունում է անձը այսօր։ Անձն ընդունում է։ Ես դες ասում եմ, ես հանրապետական եմ, ազգային ժողովում եմ, պայքարել եմ հանրապետականի համար։ Եղավ, շնորհակալություն, հաջողություն եք մաղթում ձեզ։